Petrel. Շնորհակալ եմ։ Երկու հարց ունեմ եւ մի փոքր լրացում, հա, այսպես։ Դուք խոսեցիք, ներկայացրեցիք հարկային վարչարարության բարելավումները, բայց ԱՄՀ-ն արձանագրել է մի քանի կարևորություններով հետընթաց, մասնավորապես խոսքը չգրանցված տնտեսվարողներին հայտնաբերելու մասին է, տեղեկատվության մատչելիություն, հաշվետվություններում սխալներ հայտնաբերելու ունակություն եւ նաեւ խոսվում էր ստուգումների ծրագիրը գնահատված ռիսկերի վրա չհիմնված չլինելու փաստի մասին։ Ինչ կասեք այս մասով եւ այս ստուգումների ծրագիրը չեք ուզում նորից հրապարակել, տարիներ առաջ հրապարակվում էր, մենք էլ տեսնում էինք ում ընկերությունները ներառված չեն դրանում, իսկ հիմա չենք տեսնում։ Երկրորդ հարցս վերաբերում է էլեկտրոնային փողերին, հարկվում է մեր երկրում էլեկտրոնային փողը, դուք գիտեք, քանի անձ է օրինակ զբաղվում մայնինգով, վճարում են հարկեր, չեն վճարում, եւ մի փոքր լրացում եկամուտների հայտարարագրման հետ կապված դիմել է քաղաքացին, եթե հիմա պետք է մեկնի արտերկիր, այնտեղից կարող է լրացնել թե ոչ, եթե չի կարող է այստեղ որևէ այլ անձի լիազորել, թե ոչ։ Շնորհակալություն։ Լավ նախ նշեմ նրա մասին, որ երբ որ Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում էր եւ ես խոսեցի հենց տադատի մասին եք էլի խոսում, այսինքն տադատ ախտորոշման մասին է, որը մենք ենք պատվիրել եւ խնդրել, որ աջակցեն Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերները, այդտեղ 13 մասով առաջընթաց կար, այո, կային մասեր, որտեղ որ վերջին 10 տարվա ընթացքում որոշակի հետընթաց կա, նախ բարձրաբանեմ այդ մեթոդաբանությունը, հետընթացը ուղիղ հետընթաց չի նշանակում, ինչու, որովհետեւ 10 տարվա ընթացքում ստանդարտներ են փոխվել եւ ինչպես է այդ գնահատումը արվում, գնահատումը միջազգային ուղենիշերի համեմատ, այսինքն ենթադրենք լավագույն երկրների խումբ է վերցվում, դրա միջին հաշված ինչ-որ ցուցանիշների համեմատ նայում է թե որ դիրքում են գտնվում։ Այսինքն պատկերացրեք 10 տարում այդ ստանդարտները անդադ բարձրացել են, մենք ուղղակի եթե 10 տարի առաջ ինչ-որ ստանդարտից այդ 3 մասով մոտ ենք եղել, այստեղ որոշակի հետ ենք ընկել, ընդ որում Այս ձեր բոլոր նշած ուղղությունների մասին ես իմ ամբողջ զայգաշարի ընթացքում նշեցի, թե ինչ բարեփոխումներ ենք անում եւ ավելին ասեմ, այս ախտորոշումը ամբողջությամբ դրված է մեր ռազմավարական ծրագրի հիմքում եւ այդ առաջիկա 3 տարվա ռազմավարական ծրագիրը, որը իդեպ հրապարակված է եւ մեր կայքում կա, ամբողջությամբ ծածկում են բոլոր մտահոգությունները, որոնք որ կան նաեւ այս ախտորոշման մեջ, այսինքն մենք այդ բոլոր ուղղություններով բարեփոխումներ նախատեսել ենք։ Հիմա մյուսը հրապարակելու մասին, անկեղծ ասած Կարծում դա ճիշտ որոշում է չհրապարակելը, երբ որ դա արվել է, որովհետև եթե մենք խոսում ենք թիրախայինության, արդյունավետության, անշփումության, ցածր կոռուպցիոն ռիսկերով եւ նմանատիպ տարբեր բաներով լի վարչարություն, ապա անխուսափելի է դա, այսինքն ճիշտ չէ հրապարակելը, ես ավելին ասեմ, մեր ներսում նույնիսկ պետական եկամուտների կոմիտեում այդ ռիսկերով գնահատված ցուցակներին ձևավորված ցուցակներին շատ քիչ մարդիկ հասանելիություն ունեն։ Այնպես չի, որ դա լայնածավալ հասանելիության է։ Եվ դա թույլ է տալիս հստակ ու ավելի արդյունավետ իրականացնել։ Եվ ես ասեմ, որ դա բավական ազդում է մեր համալիր ստուգումների արդյունավետության վրա։ Հիմա մյուսը, էլեկտրոնային փողը հարկվում է արդյոք մեր երկրում։ Անկեղծ ասած, փողը մեր երկրում չի հարկվում։ Եվ սովորաբար որևէ փող որպես այդպեսին չի հարկվում թերևս երկրների մեծ մասում, դուք գիտեք, խոսեցիք մայնինգի մասին, կրիպտոարժույթների մասին խոսեցիք, կրիպտոարժույթների մասով օրենսդրությունը արդեն մշակվել է եւ դրան համանուն նաեւ հարկման կարգավորումներ են տվել եւ կրիպտոարժույթը ավելի ճիշտ կրիպտոարժույթ մենք այլևս չենք անվանում Հայաստանի Հանրապետությունում, մենք անվանում ենք իրեն կրիպտոակտիվ։ Պատկերացրեք նույն արժեթուղթը, որը ինքնին ակտիվ է։ Եվ երբ որ ակտիվ է, հետեւաբար ակտիվի հետ կապված գործակները կարող են հարկման առարկա դառնալ, որից գեներանում է եկամուտ։ Ասենք այդ գործակների ժամանակ գեներացվող եկամուտը, օրինակ բորսաներում ենթադրենք աշխատանքը կամ ունենք համապատասխան կետեր, որտեղ փոխանակումներ են իրականացնում, այդ փոխանակման արդյունքում գումարներ են աշխատում, եկամուտներ, դրանք հարկման ենթակա են։ Հիմա այս տարվա մեր գործողությունները այդ ուղղությամբ գիտեք, որ
Այս պահին կարգավորումներ կան ուժի մեջ, խոսքը հատկապես անկանխիկ գործակների մասին օրենքին է վերաբերվում եւ մի պահանջի, որով համապատասխան սուբյեկտները կրիպտոարժույթների, այսպես ասած, փոխանակման կետերը պետք է գրանցվեն կենտրոնական բանկից, պետք է համապատասխան թույլտվություն ստանան, որպեսզի կարողանան օրինակ մինչև 300,000 դրամը կանխիկ աշխատել 300,000 դրամից բարձր անկանխիկ եւ մեր առաջին գործողությունները այս պահին ուղղված են այդ ուղղությամբ, այսինքն մենք հիմա փորձում ենք այդ անկանխիկի կանոնների պահպանման ուղղությամբ ստուգումներ անել, բայց ժամանակի ընթացքում իհարկե պետք է կարողություններ ձևավորենք, իսկ կարողությունների ձևավորումը երկու ճանապարհ ունի պետական եկամուտների կոմիտեում, այս պահին մի հատ աշխատանքային խումբ ենք ձևավորում, նաև մեր ուսումնական կենտրոնի ջանքերով մի դասընթաց ենք մեկնարկում, որով մեր համապատասխան ստուգող անձնակազմին անցկացնելու ենք այդ դասընթացներով գիտելիքներ կուտակեն հասկանան կրիպտոակտիվները իրենց ինչ են ներկայացնում, որի արդյունքում արդեն հանդես կգանք առաջարկով, թե ինչ վարչարական նոր գործիքներ ենք դնելու։ Հիմա եւ վերջին հարցին արտերկիր մեկնող հայտարարու, այսինքն ռեզիդենտ մարդկանց մասին եք ասում, ովքեր այստեղի ռեզիդենտ են, հայտարարագիր ներկայացնող են, այս պահին լիազորագրի ֆունկցիան դեռ չի աշխատում, բայց այն գործընկերոջ նշած հարցի շրջանակներում մենք դրա մեջ այդ ռեֆորմի մի կետը դա է, որ այս տարվա ընթացքում կունենանք տեխնիկական փոփոխություն համակարգում, որը թույլ կտա փոքր բժշկայի միջոցով նշում անել համակարգում ու թույլ տալ, որ որևէ այլ անձ լիազորվի իր փոխարեն հայտարարագիրը ներկայացնելու։